բժիշկ քաղաքացի հարաբերություններն էլ առողջացել ես իմաստով։ Ինչի մասին է խոսքը։ Մի ժամանակ, երբ որ քաղաքացին օրինակ գնում էր սրտի ստենդավորման, մենք հիշում ենք, չէ, ինչ պատմություններ կային, որ ասում էին դե գումարը պետքա վճարեք, հետո նոր վիրահատությունն անեք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մեր քաղաքացիների համար բժշկական հաստատությունը կամ բժիշկը ինքնին վատ ասոցիացիաներ էր սկսում քաղաքացու մոտ առաջանալ, երբ որ ինքը գիտեր, որ պետք է գնա, պարկ վերցնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց կողմից պետք է հասկանանք, այսօր այն առաջի քաղաքացու հետ խոսակցությունը, հասկանում եք, ասում է բժիշկը փող է ուզում։ Ասում են, եղբայր, որ դու աշխատես, ձրիկ աշխատես։ Ոչ մեկ բոլորն էլ իրենց աշխատանքի համար, տենց մարդ չկա, որ աշխատի։ Տենց մարդ չկա, որ աշխատի եւ իր աշխատանքի համար գումար։ Այո, միանշանակ։ Եվ հիմա նաեւ այդ հարցն է լուծվել, երբ որ այդ բանավեճը, կոպիտ ասած, այդ խնդիրը բժշկի եւ քաղաքացու միջև չկա այլևս, որ եւ բժիշկներն էլ են ես վստահ եմ սրա համար հանգիստ, որ կարողանում են իրանց ողջ ծառայությունը մատուցեն քաղաքացուն, քաղաքացին էլ գոհ եւ շնորհակալ դուրս է գալիս եւ բժշկից եւ իր պետությունից, այս չափազանց կարեւոր է։ Մի հատ է կարճ բան ասեմ ու փոխանցեմ մեր գործընկերներին, պարոն վարչապետ։ Օրգանական կապի եւ էմոցիոնալ լինելու մասին էի մտածում ձեր խոսքի ընթացքում, երբ որ կա օրգանական կապը, ես կարծում եմ, այդտեղ չի կարա էմոցիա չլինի։ Եթե էմոցիա չկա, ուրեմն այդտեղ օրգանական կապ էլ չկա։ Իհարկե, ուրեմն այո, ահա կդառնանք արհեստակ բան, էլի ծրագրավորված չենք մենք, app չենք եւ այլն, էլի։ Ապն չունի էմոցիա։ Բարև ձեզ։ Եվ այո, հնարավոր չի լինել անկեղծ ու չլինել էմոցիոնալ, կամ լինել կեղծավոր ու լինել էմոցիոնալ։ Սրանք իրար հակադիր բաներ են։ Իհարկե, պարզ է, պետք է կառավարել էմոցիան եւ այլն եւ այդպես շարունակ, բայց այդ էմոցիայի մեջ է ծնվում ճշմարտությունը ու մենք էլ առանց էմոցիայի մենք չենք լինի իմ կարծիքով, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։